Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, օրվա գլխավոր նորությունների մասին նախ համարոտ։ Վարույթ Նարեկ Կարապետյանի դեմ, ինչ մանրամասներ է հայտնել քննչական կոմիտեն։ Հոգևորականները Մեղադրյալի աթոռին, կարգալույցները տուժածի, երկու հոգևորականի դատ մեկ օրում, դատարանը որոշումներ է կայացրել։ Դատական նիստի ընթացքում չկարողացաք այդպես էլ թեմի առաջնորդին նայել, խղճի խայթ եք զգում։ Ստորագրահավաք հանուն հայ առաքելական եկեղեցու, ովքեր են միանում եկեղեցու պաշտպանության ստորագրահավաքին։ Իշխանությունն ընդդեմ լրագրողների, ճնշումներ ու դատական գործեր, ինչ է ցույց տալիս վիճակագրությունը։ Արցախի հուշարձանների մի մասը ոչնչացվելու է, մի մասն էլ հռչակվելու է աղբանական կամ ադրբեջանական վերլուծական կենտրոնի ահազանգը։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթն ընթացքի մեջ է։ Մեր հարցման ի պատասխան հայտնել է քննչական կոմիտեն։ Վարույթը վերաբերում է ծառայությունից խուսափելուն։ Նախաքննությամբ պարզվել է, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Նարեկ Կարապետյանը ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար, սակայն պիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով պատերազմական ժամանակ։ Նարեկ Կարապետյանի առողջական հնարավոր խնդիրների հանգամանքները պարզելու նպատակով նշանակել են հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ քննչական կոմիտեի Կարապետյանը ներկայացել է փորձագետներին, սակայն հրաժարվել է այն հետազոտություններից, որոնք առնչվում էին նախկինում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար, պատճառ հանդիսացած առողջական խնդրին։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն է ուղերձ Գործարարը նշել է, որ հայերիս հնարավոր է ճնշել ու հալածել, բայց հնարավոր չէ դավանափոխանել։ Հայի ոգին ու հայի հավատը հնարավոր չէ կոտրել։ Սկսվեց փոքրիկ խմբակի բացահայտ տապալումը, ապացուցվեց այն, ինչի մասին խոսում էինք վաղուց, հայի ոգին ու հայի հավատը հնարավոր չէ կոտրել, որքան էլ որ հմուտ ու անարժեք լինեն փորձողները։ Հայերիս հնարավոր է ճնշել ու հալածել, բայց հնարավոր չէ դավանափոխ անել բառի ամենալայն իմաստով։ Անցած ամիսների իրադարձությունները թույլ տվեցին բոլորին, ներսում թե դրսում վերջապես տեսնել ու հասկանալ, որ փոքրիկ խմբակի ուզածը մեկ բան է, ընդամենը մեկ բան՝ մնալ իշխանության, մնացածը սուտ խոսքեր են։ Իսկ դատարանում ընթանում էր երկու հոգևորականների գործի վերաբերյալ նիստը։ Սրբազան ու քահանան Մեղադրյալի աթոռին էին, իսկ կարգալույցները տուժածի։ Մուղն ու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը տնային կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսով։ Տեր Գարեգինին թույլ են տվել հանդիպել հարազատներին եւ ամեն կիրակի մասնակցել պատարագի Արմավիրի եկեղեցում, բայց բնակության, այլ ոչ ծառայության վայրի։ Հոգևորականին մեղադրանք է առաջադրվել քահանաներին հանրահավաքներին մասնակցել հարկադրելու եւ գույքի յուրացման համար։ Մեկ ամսով էլ երկարաձգել են նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ էպիսկոպոս Պրոշյանի կալանքը։ Ըստ մեղադրանքի կալանքի տակ պահվող Մկրտիչ Սրբազանը հոգևորականներին իբր հարկադրել է մասնակցել Նիկոլ Փաշինյանի դեմ հավաքներին, նաև 2021-ին հրահանգել էր մասնակցել ընտրությանը եւ չքվեարկել Փաշինյանի թիմի օգտին։ Մկրտիչ էպիսկոպոս Պրոշյանը մեղադրանքն անհիմն է համարում։ Դատական նիստից հետո հայտարարություն է տարածել նաև Արագածոտնի թեմը։ Չնայած պաշտպանների բերած օրինաչափ եւ իրական փաստարկներին, դատարանը որոշում կայացրեց անհիմն երկարաձգել թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի կալանքը մեկ ամսով եւ Տեր Գարեգին քահանա Արսենյանի տնային կալանքը եւս մեկ ամսով։ Ակնհայտ է, որ կայացրած որոշումներն անհիմն են եւ անընդունելի։ Արագածոտնի թեմը հորդորում է չընկրկել, չհուսահատվել եւ հարատևել աղոթքի մեջ արդարության վերականգնման սպասումով։ Որպես տուժող դատարանում էին կարգալույց քահանաները Ստեփան Ասատրյանը եւ Արամայիս Թախմազյանը։ Ստեփան Ասատրյանը խուսափել է պատասխանել։ Մկրտիչ Սրբազանը խոչընդոտում է իրենց գործին, թե ոչ։ Մկրտիչ էպիսկոպոս Պրոշյանը, թե այլ հոգևորական։ Ես դատարող չեմ եւ այս պահի դրությամբ ինչու չեմ ուզենա այս հարցին պատասխանել, որովհետեւ դուք այս ոլորտում ինձանից լավ եք իրապետում, ամբողջ գործը քննել եք, հասկացել եք, գիտեք, խոչընդոտ կա, թե խոչընդոտ չկա։ Հետևաբար ես իմ իրավունքից օգտվելով կլռեմ եւ այս հարցին չեմ պատասխանի։ Եվ հետո, տեսնեք մենք նաեւ խնդիր ենք տեսնում, տեսեք
հարց բարձրացվեց, թե ում համար են իրենք աշխատում, վարչապետի համար են իրենք աշխատում, թե կաթողիկոսի համար են իրենք աշխատում, չհասկացան, թե ինչ կապ ունի այստեղ վարչապետը, որովհետև այստեղ նաև դատարանի արդար գործելու կարծես տեպալն է կասկածի տակ դրվում, այսպես երևի թե նկատի ունենալով, որ վարչապետը հնարավոր է այս կերպ նաև ճնշում գործադրի, որտեղ դատի սկզբից հենց այս ակնարկներն ենք այստեղ տեսնում, որ մեզ պաշտպանում է վարչապետը եւ հնարավոր է, որ նաև այս գործի մասով հենց մենք անձնապես իր պաշտպանության տակ ենք։ Դատական նիստի ավարտից հետո էլ կարգալույցները խուսափել են պատասխանել լրագրողների հարցին, թե զգում են արդյոք խղճի խայթ։ Ես ձեր հաշվարկի հետ կապված եմ ուզում հարցնեմ, ինչու լռեցիք 4 տարի։ Բավարար ձեզ։ Ձեզ էլ, բայց կպատասխանեք մեր հարցերին։ Եթե չունենայիք Փաշինյանի եւ իր թիմի աջակցությունը, այդպես էլ լռելու էիք։ Պարոն Ասատրյան, երբ եք հովանավորի հասակելու։ Հիմա կարողանում եք ձեր հոգևոր եղբայրների աչքերին նայել, կամ դատական նիստի ընթացքում չկարողացաք այդպես էլ թեմի առաջնորդին նայել, խղճի խայթ եք զգում։ Հայ առաքելական եկեղեցու շուրջ վերջին ամիսներին ծավալվող զարգացումները դուրս են եկել եկեղեցական շրջանակից, վերածվելով հանրային դիմադրության։ Եկեղեցու պաշտպանության համար մեկնարկած ստորագրահավաքին արդեն միացել է ավելի քան 1000 քաղաքացի եւ այդ թիվը շարունակում է աճել։ Ովքեր են կանգնած նախաձեռնության ակունքներում եւ ինչ պահանջներով են պատրաստվում դիմել պետական ու միջազգային կառույցներին, Սեդակ Գյուրեղյանի ռեպորտաժում։ Ավելի քան 1000 ստորագրություն ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու։ 2025-ի դեկտեմբերից սկսված ստորագրահավաքը սկզբում միավորեց մտավորականներին, ապա ամենատարբեր մասնագիտությունների ու տարիքի քաղաքացիներին, որոնք պնդում են Հայաստանում խախտվում են եկեղեցու հոգևորականների եւ հավատացյալների իրավունքները։ Սկզբանե մենք հոլովակների շարք էինք արդեն նկարահանում, մտավորականների պաշտպանություն եկեղեցու եւ այնտեղից ոնց որ կորիզը ձևավորվեց այդ խմբի, որոնցից սկսվեց ստորագրահավաքը։ Նախաձեռնությանը հետզհետե սկսեցին միանալ քաղաքացիներ, մարդիկ, որոնք կազմակերպիչների խոսքով անտարբեր չեն երկրի ճակատագրի եւ վերջին տարիների կորուստների հանդեպ։ Հայաքվե նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանի համոզմամբ սա պարզապես ստորագրահավաք չէ, այլ հանրային պահանջ, որը կարող է հակազդել իշխանության ձևավորած օրակարգերին։ Որովհետեւ ռեալ մարդիկ են միանում, մարդիկ, ովքեր ունեն ի տարբերություն իշխանական կեղծ ֆաբրիկաների անուն ազգանուններ, մասնագիտություններ եւ գործող աշխատանքներ տարբեր ոլորտներից, արվեստագետներ, երաժիշտներ, մի խոսքով ամենատարբեր մասնագիտությունների։ Եվ ընդամենը մի քանի րոպե պետք է ուսումնասիրել, որ տեսնեն, թե ցուցակը ինչ մեծ արագությամբ է մեծանում։ Սկզբնական նպատակը 1000 ստորագրություններ։ Այդ շեմը անցնելուց հետո այլևս չեն հաշվում, ասում է Լիլիթ Բլեյանը։ Թիվը շարունակում է աճել, դա տեսանելի է նաև նախաձեռնության էջում րոպե առ րոպե ավելացող անուններից ու մեկնաբանություններից։ 1000 անցնելուց հետո արդեն որոշել ենք այդպես չհաշվել, որովհետև նախ դժվար է հավաքել այդ բոլոր ստորագրությունները տարբեր վայրերից, որ մեզ են ուղղում մարդիկ։ Ամեն, այսպես ասենք, 5 րոպեում 10 ստորագրություն արագությամբ դժվար հարց է։ Ամեն դեպքում այստեղ արդեն թիվը չի կարևոր, process-ն է կարևոր, կարևորը որ կա այդպիսի հարթակ, որտեղ մարդիկ կարող են իրենց անուն ազգանունով հայտնել իրենց աջակցությունը։ Նախաձեռնության հեղինակները մտադիր են դիմել մարդու իրավունքների պաշտպանին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, նաև ազգային ժողովին պահանջելով ձևավորել քննիչ հանձնաժողով։ Նրանց պահանջը վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրենց ձևակերպմամբ ազգային անվտանգության ծառայության եւ այլ վարչական լծակների ապօրինի օգտագործմանը հակաեկեղեցական արշավում։ Նախկին падգամավորի կարծիքով այս պարտադրանքը կարևոր է, քանի որ դրա բացակայության դեպքում ավելի լուրջ խնդիրներ կարող են առաջանալ։ 26 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններից հետո եթե իրավիճակ չփոխվի, ես կարծում եմ, այս բռնաճնշումները ավելի ինտենսիվ են դառնալու, հետեւաբար մենք ունենք շատ կարճ ժամանակահատված ապացուցողական բազա հավաքելու եւ ցույց տալու ինչպես ներքին դաշտում հանրության ամենատարբեր շերտերին, այդ թվում նաև արտաքին գործընկերներին, որ այս իշխանությունը բոլորովին կապ չունի ժողովրդավարության եւ ընդհանրապես ժողովրդավարական արժեքների հետ։
Նախաձեռնության հեղինակներն են ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, երգահան Լիլիթ Բլեյանը եւ հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը։ Չնայած զբաղվածությանը, Բլեյանն ասում է, նրանք անձամբ ստուգում են յուրաքանչյուր միացողի, համոզվելու համար, որ ստորագրողները իրական մարդիկ են։ Իմանալով, որ իրենք կարող են նաեւ ինչ-որ բան ճնշումների ենթարկվել, իրենք իրենց դեմքով, իրենց անազգանունով ներկայանում են, հայտնում են իրենց աջակցությունը, շատ սիրուն process է այստեղ, ոնց որ եկեղեցին իրենց է գրկել, իրենք էլ իրենց եկեղեցուն են գրկում եւ չի բացառում, որ այս արշավի, այս քանդիչ արշավի հետևանքները բոլորովին այլ լինեն, մարդիկ հակառակ ավելի կապվեն, ավելի սիրեն իրենց եկեղեցին։ Նախաձեռնողները նշում են, իրենց համար ամենակարևորը թվերը չեն, այլ այն մարդիկ, որ խոսում են սեփական անունով։ Ստորագրահավաքը շարունակվում է, թիվը այլևս չեն հաշվում։ Փոխարենը ավելանում են անունները, մասնագիտությունները, քաղաքներն ու գյուղերը։ Սեդակ Յուրեղյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Գործող իշխանության թիրախը միայն եկեղեցին չէ։ 2025 թվականին ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ տարատեսակ ճնշումների մեծամասնությունը եւ դատական հայցերի կեսը իշխանության ներկայացուցիչներն են ներկայացրել։ Այդ թվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների ընդհանուր թիվը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Թվային պատկերն ըստ խախտումների տեսակների հետևյալն է. 15 ֆիզիկական բռնության դեպք, 108 այլ ճնշումներ, 101 տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում։ Ճնշման մի ձև է նաև ազգային ժողովի վերջին հապճեպ ընդունած նախագիծը ընտրական օրենսգրքում։ Հայաքվե քաղաքացիական նախաձեռնությունը մամուլի ասուլիսի ընթացքում պարզաբանել է, թե ընդունված նոր կետերից որոնք են հակասահմանադրական եւ խնդրահարույց եւ ինչպես են պատրաստվում շարունակել իրենց պայքարը։ Հիմա ավելացել է չի իրականացնում կողմ կամ դեմ քարոզչություն ընդհանրապես եւ հստակ չի թե որ ժամանակաշրջանի մասին է խոսքը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը կարող է որոշել ձեզ գրանցում է, ձեզ չի գրանցում եւ բնականաբար ելնելով իր ճաշակից էլի, ասենք եթե դուք 5 տարի առաջ որևէ մեկի հասցեին որևէ քննադատական խոսք եք ասել, դա ֆորմալ իմաստով այս օրենքի համար հիմք կարող է հանդիսանալ դիտորդական առաքելություն չգրանցելու։ Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել է նաև, որ Հայաքվեն մասնակցելու է ընտրությանը կոալիցիայով, ում հետ կհայտարարի առաջիկա 1 ամսվա ընթացքում։ Մարգարայի կամուրջն արդեն լիարժեք պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը, հայտարարել են հանրային հեռուստաընկերության եթերում։ Ռեպորտաժում շեշտել են, որ կան բոլոր պայմանները, թե մաքսային, թե սահմանապահ ծառայությունները լիարժեք մատուցելու համար։ Սակայն խաղաղության խաչմերուկի հակառակ կողմում զուգահեռ ընթանում է գործընթաց հայկական մշակույթն ու հայկական հետքը ոչնչացնելու։ Հայկական հուշարձանների ոչնչացումն ու յուրացումը տասնամյակների պատմություն ունի։ Այն դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականություն եւ ինստիտուցիոնալացված գործելավոճ, ահազանգ է հնչեցրել Գեղարդվերլուծական կենտրոնը։ 2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Ադրբեջանի Հանրապետության մշակութային հայեցակարգ 2040 փաստաթուղթը, որում ներկայացված է առաջիկա 15 տարիների Ադրբեջանի պետական մշակութային քաղաքականության տեսլականը, նպատակներն ու կատարման մեխանիզմները, կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում։ Արցախի հուշարձանների մի մասը ոչնչացվելու է, մի մասն էլ հռչակվելու է աղվանական կամ ադրբեջանական։ Միջազգային լրահոսից։ Ռուսական սառեցված ակտիվներից $1 միլիարդ խաղաղության խորհրդին փոխանցելու գաղափարը գործակցության նոր հորիզոններ է բացում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով Թրամփի գաղափարը հետաքրքիր է։ Իսկ ԵՄ երկրները վերջնականապես հաստատել են 2027 թվականից սկսած ռուսական գազի ներմուծումն արգելելու որոշումը։ Հիշեցնեմ, որ մինչև ռուս-ուկրաինական պատերազմը ռուսական գազի բաժինը ԵՄ-ում կազմում էր ավելի քան 40%։ 2025 թվականին ներմուծման բաժինը նվազել է մինչև 13%։
Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ փաստաթուղթն ամբողջությամբ պատրաստ է եւ Կիևը սպասում է փաստաթղթի ստորագրման ժամանակին ու վայրին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով Աբու Դաբիում Ռուսաստանի հետ անցյալ շաբաթավերջին կայացած բանակցությունն առաջընթաց է գրանցել։ Զելենսկիի խոսքով փաստաթուղթն այնուհետև կուղարկեն վավերացման Միացյալ Նահանգների կոնգրես եւ Ուկրաինայի խորհրդարան։ Հիշեցնեմ, որ ուրբաթ եւ շաբաթ ուկրաինացի եւ ռուս բանակցողները ամերիկացի միջնորդների մասնակցությամբ հանդիպել են Աբու Դաբիում։ Եվ վերջում, չինական ընկերությունը բացել է մարդանման ռոբոտների համար հոդեր արտադրող առաջին գործարանն աշխարհում։ Շանհայի Բուդոնգ քաղաքում գտնվող գործարանը բացվել է անցյալ չորեքշաբթի։ Այն այժմ կարող է արտադրել տարեկան 100,000 հոդային միավոր, իսկ ապագայում անհրաժեշտության դեպքում կարող է եռապատկել արտադրությունը։ Ընկերությունն ընդլայնում է իր արտադրությունը, որպեսզի մարդանման ռոբոտների ավելի մեծ պահանջարկի դեպքում կարողանա մրցունակ մնալ շուկայում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն ուշադրության համար, ABC լուրերը եթերում կլինի առավոտյան ժամը 9-ին, մինչև վաղը, բարի գիշեր։